5 տականից ընթերցվող հատվածներն են Ելից 25-1-ից 26-37, Սաղմոս 19, 7-ից 14, Առակաց 6, 32-ից 35 համարներ։ Ելից 25, ընծաներ Սուրբ խորանին։ Տերը խոսեց Մովսեսի հետ, ասելով. «Խոսիր Իսրայելի որդիների հետ, որ ընծա բերեն ինձ, ամեն մարդուց, ում սիրտը հոժար է, վերցրեք իմ ընծան։ Սրանք են այն ընծաները, որ պիտի վերցնեք նրանցից, ոսկի, արծաթ և պղինձ, կապույտ, ծիրանեգույն, կրկնակի կարմիր, բարակ, կտավ և այծի մազ, կարմիր ներկված խոյի մորթիներ, թեհաշի մորթիներ և սատիմի փայտեր, լույսի համար ձեթ և օծման յուղի ու անուշահոտ խունկի համար համեմունքներ, եղեգնաքարեր և եփուդի ու լանջապանակի վրա ագուցվելու քարեր։ Ինձ համար մի սրբարան թող շինեն, որպեսզի բնակվեմ իրենց մեջ։ Բոլորը, ինչպես որ քեզ ցույց տվեցի վրանի օրինակը և նրա ամբողջ սպասքի օրինակը, այնպես պիտի անեք։ Ուխտի տապանակը։ Սատիմի փայտից մի տապանակ թող պատրաստեն, դրա երկարությունը 2,5 կանգուն, դրա լայնությունը 1,5 կանգուն և դրա բարձրությունը 1,5 կանգուն թող լինի, այն կպատես մաքուր ոսկով, ներսից ու դրսից կպատես այն, և դրա վրա 4 կողմից ոսկե մի շրջանակ կշինես, դրա համար կձուլես 4 ոսկե օղակ ու կդնես դրա 4 անկյուններին, 2 օղակները մի կողմից և 2 օղակները մյուս կողմից։ Սատիմի փայտից ձողեր կշինես և դրանք կպատես ոսկով, ձողերը կանցկացնես տապանակի կողքերին եղած օղակների մեջ, որպեսզի դրանցով վերցվի տապանակը։ Ձողերը թող մնան տապանակի օղակների մեջ, դրանցից չհանվեն։ Տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որ ես պիտի տամ քեզ։ Մաքուր ոսկուց մի կափարիչ կշինես, դրա երկարությունը թող լինի 2,5 կանգուն, դրա լայնությունը 1,5 կանգուն, 2 ոսկյա քերովբեներ կպատրաստես կափարիչի 2 ծայրերի վրա, դրվագելով կշինես դրանք։ Մի քերովբեն պատրաստիր այս ծայրին, իսկ մյուս քերովբեն այն ծայրին։ Քերովբեները կափարիչից պիտի պատրաստես նրա 2 ծայրերին։ Քերովբեները վերևից տարածած պիտի լինեն թևերը, իրենց թևերով ծածկելով կափարիչը, դրանց երեսները միմյանց հանդիման թող լինեն և քերովբեների երեսները դեպի կափարիչը լինեն։ Կափարիչը կդնես տապանակի վրա վերևից, իսկ տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որ քեզ պիտի տամ։ Ես քեզ կհանդիպեմ այնտեղ և քավության վրայից վկայության տապանակի վրա գտնվող 2 քերովբեների մեջտեղից քեզ հետ կխոսեմ այն ամենի մասին, ինչ պատվիրելու եմ քեզ Իսրայելի որդիների համար։ Աստծուն մատուցված հացի սեղանը։ Սատիմի փայտից մի սեղան կշինես, դրա երկարությունը 2 կանգուն թող լինի, լայնությունը 1 կանգուն և բարձրությունը 1,5 կանգուն։ Այն կպատես մաքուր ոսկով և դրա շուրջը ոսկե մի շրջանակ կշինես, դրա 4 կողմը 1 թզաչափ եզրակոտի կշինես և եզրագոտում 4 կողմից ոսկյա մի շրջանակ կդնես։ Սեղանի համար 4 ոսկյա օղակ կպատրաստես և այդ օղակները կդնես 4 անկյուններին, դրա 4 ոտքերի մոտ։ Օղակները կցված պետք է լինեն եզրերին իբրև ձողերի տեղեր, որպեսզի սեղանը բարձրացվի։ Ձողերը կպատրաստես սատիմի փայտից և դրանք կպատես ոսկով, դրանցով կբարձրացվի սեղանը։ Կպատրաստես դրա սկուտեղները, խնկամանները, բաժակները և սկիհները, որպեսզի դրանցով հեղելիս նվեր մատուցվի։ Դրանք կպատրաստես մաքուր ոսկուց։ Սեղանի վրա իմ առաջ մշտապես կդնես առաջավորության հացը։ Աշտանակը։ Մաքուր ոսկուց կպատրաստես մի աշտանակ։ Աշտանակը դրվագված պիտի պատրաստվի, դրա բունը, ճյուղերը,
սկահակները, գնդիկներն ու ծաղիկներն իրենից ելնեն։ 6 ճյուղեր պետք է դուրս գան դրա կողքերից, 3 ճյուղ աշտանակի մի կողմից և 3 ճյուղ աշտանակի մյուս կողմից։ Մեկ ճյուղի վրա պետք է լինի 3 նշաձև սկահակ գնդիկով ու ծաղիկով, մյուս ճյուղերի վրա էլ պետք է լինի 3 նշաձև սկահակ գնդիկով ու ծաղիկով, այսպես դուրս եկած 6 ճյուղերը ելնեն աշտանակից։ Աշտանակի վրա լինեն նշաձև 4 սկահակներ իրենց գնդիկներով ու ծաղիկներով, 2 ճյուղերի տակ իրենից պետք է լինի 1 գնդիկ, մյուս 2 ճյուղերի տակ իրենից 1 գնդիկ և երրորդ 2 ճյուղերի տակ իրենից 1 գնդիկ, այսպես պետք է լինեն այն 6 ճյուղերը, որոնք դուրս են գալի աշտանակից, նրանց գնդիկներն ու ճյուղերը թող իրենից լինեն, ամբողջը դրվագրված 1 կտոր մաքուր ոսկուց լինեն, դրա համար 7 կանթեղ կպատրաստես և կանթեղները դնեն այնպես, որ լույս տան դեպի առջևի կողմը, դրա ունելիներն ու դրա մոխրաթիները պիտի լինեն մաքուր ոսկուց, 1 տաղանդ մաքուր ոսկուց շինեն այս ամբողջ սպասքի հետ, նայիր, որ լեռան վրա քեզ ցույց տրված օրինակի պես շինես։ Գլուխ 26 Ժողովի վրանը Վրանը կպատրաստես 10 վարագույրներով, մանած նուրբ կտավից և կապույտ ծիրանեգույն ու կրկնակի կարմիր բրդից, այն կզարդարես ճարտարորեն, ասեղնագործված քերովբեներով, 1 վարագույրի երկարությունը 28 կանգուն և 1 վարագույրի լայնությունը 4 կանգուն պետք է լինի, բոլոր վարագույրները նույն չափսի պետք է լինեն, 5 վարագույրներն իրար կցված լինեն, 5 վարագույրները իրար կցված, կապույտ օղակներ կդնես առաջին վարագույրի եզրին, 2 կցվածքի միացման ծայրին, այդպես կանես նաև մյուս կցվածքի վերջին վարագույրի եզրին, որ միացնում է 2 կեսերը կցվածքին, 1 վարագույրի վրա կդնես 50 օղակ, 50 օղակ էլ կդնես մյուս կցվածքի մոտ եղած վարագույրի եզրին, օղակները մեկը մյուսի դիմաց թող լինեն, կպատրաստես 50 ոսկե ճարմանդներ և վարագույրները ճարմանդներով կմիացնես իրար, որպեսզի ստացվի 1 վրան։ Այծի մազից վարագույրներ կպատրաստես, որպես ծածկոց վրանի վրա, այդպիսի 11 վարագույր կպատրաստես, 1 վարագույրի երկարությունը 30 կանգուն և 1 վարագույրի լայնությունը 4 կանգուն պետք է լինի, 11 վարագույրի համար նույն չափսը լինի, 5 վարագույրները առանձին կցիր և 6 վարագույրները առանձին, 6-րդ վարագույրը երկպատիկ կանես վրանի առջևի կողմից, 50 օղակ կդնես կցվածքի վերջին վարագույրի ծայրին և 50 օղակ մյուս կցվածքի վերջին վարագույրի ծայրին, նաև 50 պղնձե ճարմանդներ կդնես, ճարմանդները կանցկացնես օղակներին և կմիացնես վրանը, որ մեկ ամբողջություն դառնա, վրանի վարագույրների ավելացած մասը, վարագույրի ավելացած կեսը թող կախվի վրանի ետևից, վրանի երկարության ավելացած մասից 1 կանգուն այս կողմից և 1 կանգուն այն կողմից թող կախված մնա վրանի կողքերին, նրան այս կողմից և այն կողմից ծածկելու համար, վրանի համար խոյի կարմիր ներկված մորթերից ծածկոց կպատրաստես և դրա վրա էլ մի ծածկոց թեհաշի մորթիներից, վրանի համար սատիմի փայտից շրջանակներ կշինես և դրանք ուղղահայաց կկանգնեցնես, 1 շրջանակի երկարությունը 10 կանգուն և 1 շրջանակի լայնությունը 1.5 կանգուն պետք է լինի, ամեն 1 շրջանակ իրար ագուցիկ 2 ելուստ թող ունենա, վրանի բոլոր շրջանակներն այդպես շինես, վրանի համար կշինես
20 շրջանակ հարավային կողմում, այդ 20 շրջանակների տակ կդնես 40 արծաթե խարիսխներ, մեկ շրջանակի տակ 2 խարիսխ նրա 2 ցցվածքների համար և մյուս շրջանակի տակ 2 խարիսխ նրա 2 ցցվածքների համար, վրանի մյուս հյուսիսային կողմի համար 20 շրջանակ, իրենց 40 արծաթե խարիսխներով, մեկ շրջանակի տակ 2 խարիսխ և մյուս շրջանակի տակ 2 խարիսխ, 6 շրջանակ կշինես վրանի ետևի կողմում դեպի արևմուտք, 2 շրջանակ կշինես նաև վրանի անկյունների համար ետևի կողմից դրանք զույգ պետք է լինեն իրար միացած, իսկ վերևից իրար միացած մեկ օղակով, երկուսն էլ նույն ձևով պետք է լինեն երկու անկյուններում։ Այսպիսով 8 շրջանակ կլինի իրենց արծաթե խարիսխներով, 16 խարիսխ մեկ շրջանակի տակ, 2 խարիսխ և մյուս շրջանակի տակ 2 խարիսխ։ Սատիմի փայտից կպատրաստես նիգեր, վրանի մեկ կողմի շրջանակների համար 5, վրանի մյուս կողմի շրջանակների համար 5 նիգ և վրանի ետևի արևմտյան կողմի շրջանակների համար 5 նիգ, ներսի նիգը, որ մեջտեղում է շրջանակների մեկ ծայրից մյուս ծայրը պիտի անցնի, շրջանակները կպատես ոսկով և դրանց օղակները, այսինքն նիգերի անցնելու տեղերը կպատրաստես ոսկուց, նիգերը ոսկով կպատես, վրանը կկանգնեցնես այն ձևով, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա, կապույտ ծիրանի և կարմիր թելից ու մանված նուրբ կտավից կպատրաստես մի վարագույր, այն կզարդարես ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով, այն կդնես սատիմի փայտից շինված 4 ոսկեպար սյուների վրա, դրանք ոսկյա կեռիկներ ունենան և նստեն արծաթե 4 խարիսխների վրա, վարագույրը կկախես կեռիկներից և վկայության տապանակը կտանես այնտեղ, վարագույրի ներսի կողմը, վարագույրը ձեզ համար սրբությունը կբաժանի սրբությունների սրբությունից, քավությունը կդնես վկայության տապանակի վրա, սրբությունների սրբության մեջ, սեղանը կդնես վարագույրի դրսի կողմը և աշտանակը սեղանի դիմաց, վրանի հարավային կողմում, սեղանը կդնես հյուսիսային կողմում, վրանի մուտքի համար մի վարագույր կպատրաստես կապույտ ծիրանի և կարմիր թելից ու մանած նուրբ կտավից, նկարազարդ գործ, մուտքի վարագույրի համար կպատրաստես սատիմի փայտից 5 սյուն և դրանք կպատես ոսկով, դրանց կեռիկները ոսկուց լինեն և դրանց համար կձուլես 5 պղնձե խարիսխ։ Սաղմոս 19-7-14 համարներ։ Տիրոջ օրենքը։ Տիրոջ օրենքը կատարյալ է և նորոգում է հոգին, Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է և իմաստուն է դարձնում պարզամիտին։ Տիրոջ հրահանգներն ուղիղ են, ուրախացնում են սիրտը, Տիրոջ պատվիրանները մաքուր են, լուսավորում են աչքերը, Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան, Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և լիովին արդար, դրանք ավելի ցանկալի են, քան ոսկին, քան թե մեծաքանակ զտված ոսկին, էլ ավելի քաղցր են, քան մեղրը և մեղրախորիսխը, քո ծառան էլ խրատվում է դրանցով և շատ հատուցում կա դրանց պահպանության մեջ, ով կարող է իմանալ իր հանցանքները, իմ ծածուկ հանցանքներից էլ մաքրիր ինձ, քո ծառային պահիր ամբարտավան մեղքերից, որ իշխանություն չունենան ինձ վրա, այն ժամանակ անարատ կլինեմ և մաքուր կլինեմ մեծ անօրենությունից, թող քեզ ընդունելի լինեն իմ բերանի խոսքերը և սրտիս խորհուրդները, ով Տեր իմ վեմ և իմ փրկիչ։ Եվ ընթերցենք Առակաց 6:32-35 համարները։ Ով շնանում է մի կնոջ հետ, պակասամիտ է,
Ով անում է այս բանը, կործանում է իրեն։ Նա վերք և անարգանք կգտնի, և նրա նախատինքը չի ջնջվի, որովհետև նախանձը ամուսնու կատաղությունն է, և նա վրեժխնդրության օրը չի ընդունելու։ Նա ոչ մի փրկագնի չի նայելու, և կաշառքը որքան էլ շատացնես, չի գոհանալու։